Ինչպես դաս տվին կալվածատիրոջը։ Լատիշական հեքիաթ։ Լինում է չի լինում մի շատ չար կալվածատեր։ Նա այնպես տանջում է իր աշխատողներին, որ էլ ասելու չի։ Մի տոն օր կալվածատերը իր բատրակներին հրամայում է հաց կալսել։ Ինչ արած։ Ստիպված են անել։ Իսկ քյողվան խրձանոցում տաքանում է վառարանի մոտ, խաղում իր դագանակի հետ, չարությամբ ասում է. իսկ կալվածատերը ճիշտ է, տոն օրը հացն ավելի լավ է կալսվում։ Հենց այդ ժամանակ էլ մի սպիտակամաս ծերուկ կանգնում է քյողվայի կողքին ու ինքն էլ է ուզում տաքանալ։ Քյողվան ծերուկին քշում է աշխատելու, իսկ սա չի գնում։ Զայրանում է քյողվան ու վազում կալվածատիրոջ մոտ։ Գալիս է կալվածատերը և ասում. Հեյ, գնա աշխատիր։ Իսկ ծերուկը չի գնում։ Կալվածատերը կանաչում է կատաղությունից ու հոչի գոռում. Հեյ, քյողվա, հապա մի մտրակը բեր տեսնենք, թե սա ինչու չի ուզում աշխատել։ Մտրակը մի բեր, ասում է ծերուկը, ավելի լավ է սանձափոկը բեր։ Քյողվան մտրակն էլ է բերում, սանձափոկն էլ։ Կալվածատերը վերցնում է մտրակն ու ուզում է խփել ծերուկին, իսկ ծերուկը վերցնում է սանձափոկն ու գցում կալվածատիրոջ վիզը, հետն էլ գոռում է ինչպես ձիու վրա. Հեյ, հեյ։ Եվ կալվածատերը տեղն ու տեղը դառնում է սպիտակ ձի։ Ծերուկն իսկույն թռչում է ձիու գավակն ու մի լավ խփում նրան մտրակով ու քամու պես էլ սլանում է։ Գալիս է մի գյուղացու մոտ, որը նույնպես պատկանում էր կալվածատիրոջը։ Արդեն մթնում է։ Ծերուկը ձիուն կապում է սյունից և գնում գյուղացու խրճիթը գիշերելու։ Տանտերը նրան ներս է թողնում։ Հետո սկսում է բողոքել. լրիվ քայքայեց ինձ կալվածատերը։ Ամբողջ ժամանակ նրա համար եմ մեջքս ծռում։ Ոչ հասցրեցի իմ հացը հավաքել, ոչ էլ հասցրեցի անասունների համար խոտ հնձել։ Բոլոր ձիերս, կովերս, բոլորը սովից սատկեցին։ Ու հիմա ոչ մի բան չունեմ, որ հյուրերիս պատվեմ։ Ոչինչ, դա մի դժբախտություն չի, պատասխանում է ծերուկը։ Ձիս տարախոր ու մի խուրձ ծղոտ գցի առաջը։ Տանտերը վերցնում է լապտերն ու ճրագը վառում։ Միթե դու մոմ էլ չունես, ախր չի կարելի լապտերի մեջ ճրագ վառել։ Չունեմ, բողոքում է տանտերը։ Ով որ ոչխար չունի, նա ճարպ էլ չի ունենա։ Էլ ես ինչքան մոմ սարքեմ։ Ոնց թե չունես, հապա մի նայիր տես, թե ինչքան մոմ կա դարակումդ։ Տանտերը նայում է դարակն ու մնում զարմացած։ Լիքը մոմ։ Վառում է լապտերն ու դեռ ուշքի չեկած հրաշքից ձին տանում է ախոր։ Մտնում է ախոր, իսկ ախորը բերնեբերան լցված է խոտով։ Մտնում է գոմ, 4 կողմը կովեր են կանգնած։ Գնում է փարախ, լիքը ոչխարներ են։ Գնում է ամբար, ամբարն էլ լիքը լցված է ցորենով։ Իսկ ծերուկն էլ գալիս է նրա ետևից ու ասում. Ինչ ես զարմանում, արի խրճիթ, քնելու ժամանակն է։ Առավոտյան ծերուկն իր ձին տալիս է տանտիրոջը և ասում. Վերցրու ձիս ու մի տարի աշխատիր նրանով։ Ոչ մի անգամ չխնայես նրան, թող ամեն ինչ էլ անի։ Մի տարի հետո ես կգամ և կտանեմ ձիուս։ Այդպես էլ լինում է։ Ձին աշխատում է 3 ձիու փոխարեն։ Ու տանտերն էլ իր բոլոր խոպան հողերը վարում է։ Մի տարի հետո ծերուկը գալիս է իր ձիու ետևից, հեծնում է ձին ու սլանում ուղիղ կալվածատիրոջ կալվածքը։ Այնտեղ ձին բաց է թողնում։ Քյողվան տեսնում է ձիուն և կարգադրում նրան տանել ախոր։ Առավոտյան ձիապանը վազեվազ գալիս է կալվածատիրուհու մոտ։ Հայ քեզ հրաշք,
Երեկվա ձին, որ կապել էի ախոռում, գիշերվա մեջ դարձել է մեր կալվածատերը։ Կալվածատիրուհին վազելով գալիս է ախոր եւ տեսնում, որ իրոք այդպես է։ Միայն թե կալվածատերը շատ է նիհարել։ Կալվածատիրուհին նետվում է ամուսնուն գրկելու եւ համբուրելու, իսկ կալվածատերը հազիվ հաս խոսում է. «Շուտ համբուրիր ու կերակրիր ինձ, մի ամբողջ տարի միայն խոտ եմ կերել»։ Շուտով կալվածատիրոջ խելքը տեղն է գալիս։ Եվ այդ ժամանակից սկսած նա իր մարդկանց հետ ավելի լավ է վարվում, քան հարազատ եղբոր հետ։ Ոչ ոքի չի ծեծում, ոչ ոքի չի տանջում ու տոներին էլ չի ստիպում աշխատել։